Ողջույն բոլորիդ, եթերում օրինաչափի հերթական թողարկումն է։ Այսօրվա թեման կետաքրի հատկապես տնտեսվարողներին։ Խոսելու եմ հարկային տեսուչի իրավունքների և պարտականությունների մասին։ Հարկային ստուգման ժամանակ թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, ինչ գործողություններ կարող է անել և ինչ չի կարող անել։ Հարկային տեսուչի կամ տեսուչների կողմից տնտեսվարողներին այցելելու դեպքում, այդ թվում ստուգումներ իրականացնելու հսկիչ գնումներ կատարելու նպատակով, նախ հարկային տեսուչը պետք է ներկայացնի լիազորությունները հավաստող փաստաթուղթ, ծառայողական վկայական։ Իսկ հսկիչ գնում կատարելու դեպքում դրանից անմիջապես հետո պետք է ներկայացնի նաև հարկային մարմնի ղեկավարի կողմից տրված հանձնարարագիր, ընդ որում հանձնարարագրում պետք է պարտադիր նշված լինեն հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և համարը, հարկ վճարողի ՀՎՀ-ն, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀ-ն, հաշվառման վայրը։ Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի, անձանց պաշտոնը, անունը, ազգանունը, նաև սահմանված դեպքերում ստուգմանը մասնակցող այլ անձի, անձանց անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, ստուգման տեսակը և իրավական հիմքերը, ստուգման հարցերը, ստուգվող ժամանակաշրջանը ըստ ստուգման տեսակների ու հարցերի, ստուգման ժամկետը։ Տվյալ հանձնարարագրում պետք է նշվեն նաև տեղեկություններ հարկ վճարողի իրավունքների և պարտականությունների մասին, նաև ստուգման անցկացման մասին ծանուցված լինելու և ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ դաշտերը, որտեղ կարող են համապատասխան գրառումներ կատարել։ Հավելեմ, որ թեմատիկ հարկային ստուգումների իրականացման համար հարկային մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։ Ավելի պարզ ասված, ՊԵԿ նախագահը կարող է թեմատիկ ստուգման անցկացման հանձնարարագիրը տալ անձամբ կամ հանձնարարագիր տալու լիազորություն տրամադրել ստորաբաժանման ղեկավարին, օրինակ, տարածքային մարմնի ղեկավարին, բաժնի ղեկավարին և այլն։ Իսկ ինչպես կարող է տնտեսվարողը հավաստիանալ, որ տվյալ հարկային տեսուչի կողմից տրված հանձնարարագիրը կազմվել է իրավասու պաշտոնատար անձը։ Հանձնարարագրի տրման լիազորության փոխանցման վերաբերյալ ՊԵԿ նախագահի հրամանը պետք է հրապարակվի և տեղադրվի հարկային մարմնի պաշտոնական կայքում։ Այսինքն, երբ հարկային տեսուչը թեմատիկ ստուգման հանձնարարագիրը ներկայացրել է տնտեսվարողը կարող է ՊԵԿ պաշտոնական կայքից պարզել, արդյոք հանձնարարագիր տրված պաշտոնատար անձը լիազորված է ՊԵԿ նախագահի կողմից, թե ոչ։ Բացակայության դեպքում կարող է չկատարել հարկային տեսուչի պահանջները։ Հարկ է նշել, որ համալիր հարկային և կամ տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգում սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, որը չի ներառում ստուգման անցկացման մասին ծանուցման օրը, ներկայացվում է հարկ վճարողին ծանոթանալու համար։ Այսինքն, համալիր հարկային ստուգման մասին տնտեսվարողը առնվազն 3 օր առաջ պետք է պատշաճ ծանոթվի, սակայն ծանոթման պահից սկսած հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը իրավասու է վերցնելու կամ առգրավելու հարկ վճարողի հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և իրեր, այդ թվում համակարգչային ծրագրեր և էլեկտրոնային ֆայլեր, կամ պահանջել ներկայացնել դրանց կրկնօրինակները։ Նշված գործողությունների կատարումը չպետք է խոչընդոտեն հարկ վճարողի բնականոն աշխատանքին։ Պետք է հատուկ նշել, որ ստուգման հանձնարարագրում չնշված հարկային տեսուչը կամ տեսուչները որևէ կերպ չեն կարող մասնակցել ստուգմանը, անկախ այն հանգամանքից թեմատիկ ստուգում է իրականացվելու, թե համալիր։ Այսինքն, հարկային մարմնի ղեկավարը չի կարող իր հայեցողությամբ փոխել ստուգում իրականացնող տեսուչին կամ հանձնարարագրում չնշված տեսուչին ևս հանձնարարել մասնակցել ստուգմանը։ Եթե ստուգման անցկացման մասին հարկ վճարողի ծանոթված համարվելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում տրված ստուգման հանձնարարագրի հիման վրա ստուգում չի սկսվում, ապա այդ ժամկետին հաջորդող օրն այդ հանձնարարագիրը համարվում է անվավեր։ Այլ կերպ ասած, եթե տրվել է հանձնարարագիր, որի մասին ծանոթվել է տնտեսվարողը և ծանոթման պահից արդեն անցել է 30 օր, սակայն ստուգում չի սկսվել, ապա հանձնարարագիրն օրենքի ուժով դառնում է անվավեր և դրա հիման վրա ստուգում չի կարող իրականացվել։
Եթե թեմատիկ ստուգման ընթացքում նախատեսվում է նաև իրականացնել հսկիչ գնում, ինչ պարտադիր պահանջներ պետք է պահպանեն հարկային մարմնի կողմից։ Անհրաժեշտ է նշել, որ հսկիչ գնում կատարելու դեպքում ֆինանսական միջոցները պետք է տրամադրված լինեն պետական բյուջեից։ Այլ կերպ ասած, հարկային տեսուչն իր անձնական միջոցներով չի կարող հսկիչ գնում կատարել, այլ նախորոք պետք է կոնկրետ նպատակի համար այն ստացած լինի ՊԵԿ-ից։ Եթե իր անձնական միջոցներով կատարի հսկիչ գնում, ապա դրա արդյունքում կայացված տուգանք նշանակելու մասին որոշումն օրենքի ուժով ենթակա է անվավեր ճանաչման։ Հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարագրի ներկայացման օրը երկու օրինակից կազմվում է հարկային մարմնի սահմանված ձևով արձանագրություն յուրաքանչյուր հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, որտեղ նշվում են հետևյալ տվյալները. Արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը եւ համարը, հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը եւ համարը, հարկ վճարողի լրիվ անվանումը եւ ՀՎՀՀ-ն, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի, անձանց պաշտոնը, անունը եւ ազգանունը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով անձի գրավոր համաձայնությամբ իրականացվելու դեպքում այդ անձի տվյալները ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը։ Խախտումն արձանագրող յուրաքանչյուր հսկիչ գնման իրականացման փաստացի ժամկետը, պահը, հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող, վաճառող, աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող եւ կամ դրամական հաշվարկ կատարող, աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը։ Հսկիչ գնման արդյունքները, խախտումների նկարագրությունը։ Արձանագրության մեջ պետք է նշվի տեղեկություն հանձնարարագիրը հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ, նաև տեղեկություն առարկությունների վերաբերյալ։ Այսինքն հանձնարարագիրը պետք է ներկայացվի հսկիչ գնում կատարելուց անմիջապես հետո, վերոհիշյալ պահանջների պահպանմամբ։ Հարկ վճարողի մոտ յուրաքանչյուր հարկային ստուգման ժամկետը ստուգման հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավել քան 15 անընդմեջ աշխատանքային օր։ Ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, հավելեմ, որ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է դուրս չգալ հարկային հսկողության հանձնարարագրում նշված նպատակների եւ հարցերի շրջանակից։ Հարկ վճարողին, հարկային գործակալին եւ նրա պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին եւ պարտականություններին, չխոչընդոտել հարկ վճարողի, հարկային գործակալի բնականոն աշխատանքին, նաեւ 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանել հարկ վճարողի, հարկային գործակալի կամ նրա պաշտոնատար անձի անմիջականորեն հարկային հսկողության առնչվող եւ հարկային հսկողության ենթակա ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման, բացառությամբ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների։ Անցնենք առաջ։ Անդրադառնամ տնտեսվարողների հիմնական իրավունքներին։ Տնտեսվարողներն իրավունք ունեն սահմանված կարգով դիմելու հարկային մարմին, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։ Ինքնուրույն կամ իրենց լիազորված ներկայացուցչի միջոցով հարկային մարմնում ներկայացնելու իրենց շահերը, ծանոթանալու հարկային հսկողության արդյունքում կազմված ակտերին, արձանագրություններին եւ դրանց նախագծերին, տեղեկանքներին եւ վարչական ակտերին։ Տնտեսվարողներն իրավունք ունեն հարկային մարմին ներկայացնելու բացատրություններ եւ պարզաբանումներ հարկերի եւ վճարների հաշվարկման ու վճարման, նաեւ հարկային հսկողության արդյունքների վերաբերյալ, արգելելու հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրելու փաստաթղթեր կամ բացատրություններ, եթե հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձիկ խախտել են հարկային օրենսգրքի դրույթները, այդ թվում սահմանված կարգով չեն պահպանել ստուգումների մասին գրավոր ծանուցելու պահանջները։ Տնտեսվարողներն իրավունք ունեն նաև չկատարելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց լիազորություններից, հարկային հսկողության նպատակներից ու հարցերից չբխող պահանջներ։ Տնտեսվարողներն իրավունք ունեն նաև հարկային հսկողության ցանկացած փուլում մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների եւ կամ փաստաբանների, սահմանված կարգով բողոքարկելու հարկային մարմնի պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները կամ անգործությունը, պահանջելու հարկային մարմնի եւ հարկային մարմնի պաշտոնատար անձանց ընդունած ապօրինի որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցում,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան օրենսգրքով սահմանված դեպքերում դիմելու օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար։ Հարկ վճարողները նաև ունեն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավունքներ։ Սրանք էին տնտեսվարողների հիմնական իրավունքները։ Իսկ գիտեիք, որ Ավստրիայում սովորական տուրիստական հարկը ներառում է նաև բժշկական ծառայությունների հատուկ հարկ։ Այս հարկը կոչում ենք նաև գիպսի կամ վնասվածքի հարկ։ Բան այն է, որ ավստրիական ալպերը կատարյալ վայր է լեռնադահուկային սպորտի սիրահարների համար եւ զբոսաշրջիկներն իհարկե շատ հաճախ կարող են վնասվածքներ, կոտրվածքներ ստանալ, ինչի արդյունքում հայտնվել ավստրիական հիվանդանոցներում լրացուցիչ բեռ դառնալով պետության համար։ Այս պատճառով էլ Ավստրիայի կառավարությունը որոշել է այս հետաքրքիր միջոցը կիրառել խնդիրը լուծելու համար։ Հետաքրքիր է, որ հարկի համար ֆիքսված գումար չկա, այն որոշում եւ գանձվում է անմիջապես այն հյուրանոցի կողմից, որտեղ տեղակայվում է զբոսաշրջիկը։ Հարգելին ես այսօրվա համար այսքանը, չմոռանաք սեղմել բաժանորդագրության կոճակը մեր հաջորդ թողարկումները բաց չթողնելու համար։ Մի խախտեք օրենքը, բայց եւ իմացեք ձեր իրավունքները։ Կհանդիպենք մեկ շաբաթից ABC Media եթերում։